Ռուսական երկաթուղիները, որը նաև կառավարում է հայաստանյան երկաթգիծը, հարավկովկասյան երկաթուղին խորը ֆինանսական ճգնաժամի մեջ է։ Ընկերությունը, որը շահագործում է աշխարհի ամենամեծ 85,000 կիլոմետր երկարությամբ երկաթգծերից մեկը, միավորում 11 ժամային գոտիներ և ամեն տարի տեղափոխում միլիոնավոր ուղևորների, հիմա կանգնած է սնանկացման ճանապարհին։ Ըստ Reuters-ի անցած 2025-ի տվյալներով ընկերության պարտքերը հասել են ռեկորդային ցուցանիշի ավելի քան 50 միլիարդ դոլարի, պատերազմող երկրում խորացող տնտեսական խնդիրների պատճառով։ Իրավիճակն այնքան վատ է, որ տնօրենների խորհուրդը 20%-ով կրճատել է այս տարվա բյուջեի ծախսերը, դրամական օժանդակություն խնդրել կառավարությունից ու որոշել վաճառքի հանել իր հպարտության աղբյուրներից մեկը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող 62 հարկանի $2 միլիարդ գնահատվող շքեղ երկնաքերը։ Reuters-ի աղբյուրները նշել են, պարտքերը փակելու համար ընկերությունը կարող է հարկադրված լինել նաև բարձրացնել բեռների և ուղևորների փոխադրման գները։ Այս ճգնաժամը ցույց է տալիս ռուսական արդյունաբերության մեջ կուտակված խնդիրները, Ազատությանն ասել է տնտեսագետ Իգոր Լիպսիցը, ընդգծելով, բեռնափոխադրումների ոլորտը տնտեսության վիճակի լավագույն ցուցիչներից է։ Սա նշանակում է, որ եկամուտները ցածր են, սակագները բարձր, գնաճը արագանում է, մարդիկ աղքատանում։ Ահա թե ինչ է ցուցադրում ռուսական երկաթուղիների ճգնաժամը։ Ռուսաստանի մասնավոր հատվածի ամենամեծ գործատուի 700,000 աշխատող ունեցող այս ընկերության սրընթաց անկումը ըստ պաշտոնական տվյալների սկսվել է Ուկրաինայի դեմ պատերազմից հետո, երբ Մոսկվան ռազմական բեռների փոխադրումը դարձրեց գերակայություն, առաջին գիծ զինվորներ ու տեխնիկա հասցնելու համար։ Սա կատվածահար է անում ամբողջ ցանցի աշխատանքը, Ազատությանն ասել է Հարվարդի համալսարանի Դեյվիսի կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Յակովլևը։ Это, безусловно, влияет на сам график движения поездов, потому что сейчас довольно... Ներկայումս բազմաթիվ են բողոքները, թե ռուսական երկաթուղիները բեռները ժամանակին տեղ չի հասցնում։ Պատճառն ընդհանուր առմամբ այն է, որ առաջնահերթություն է տրվում ռազմական բեռներին, ինչը բնականաբար պատերազմի հետևանք է։ Это все, естественно, как бы следствие войны. Խոշորագույն ընկերության պարտքերի մյուս պատճառը փոխադրումների ծավալի անկումն է, հիմնականում արևմտյան պատժամիջոցներից հետո։ Ռուսական փայտանյութի արտահանումը մասնավորապես վերջին տարիներին նվազել է 18%-ով, մետաղներինը 8%-ով, իսկ հանքաքարի և ածուխի արտահանումը 5%-ով։ Տնտեսական այս շղթայում ցանկացած օղակի տապալումը դոմինոյի էֆեկտ է ունենում մյուս ոլորտների վրա, ասում է Հարվարդի համալսարանի փորձագետը։ Сейчас РЖД оказывается одним из, насколько я понимаю, крупнейших заемщиков у ВТБ. Այս պահին ռուսական երկաթուղիները պետական ՎՏԲ-ի խոշորագույն վարկառուներից է, եւ եթե ռուսական երկաթուղիները չկարողանա մարել իր վարկերի տոկոսները, դա կասկածի տակ կդնի ՎՏԲ-ի ֆինանսական կայունությունը, իսկ ՎՏԲ-ն Ռուսաստանի առանցքային բանկերից է, այսինքն սա շղթա է, որտեղ մեկ օղակը քաշում է մյուսին։ В которой одно звено тянет за другое. Ռուսական երկաթուղիները 2008-ից 30 տարով կառավարման է վերցրել նաև Հայաստանի երկաթուղին։ Ընդ որում անցած շուրջ 2 տասնամյակի ընթացքում եզակի են եղել տարիները, երբ հարավկովկասյան երկաթուղին աշխատել է շահույթով և Հայաստանի բյուջեից միլիոնավոր դրամների սուբսիդիա չի ստացել որպես վնասի փոխհատուցում։ Ըստ ընկերության հաշվետվության հարավկովկասյան երկաթուղիների հասույթը 2024-ին նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 3 միլիարդ դրամով կամ գրեթե 20%-ով։ Ընդ որում եկամուտները նվազել են և բեռնափոխադրումներից, և ուղևորափոխադրումներից ու կոնցեսիոն ակտիվների բարելավումներից։ Քառամյա կտրվածքով հարավկովկասյան երկաթուղիների կողմից Հայաստանի բյուջե վճարած հարկերը նվազել են ավելի քան կիսով չափ 55%-ով։ Եթե 2021-ին ընկերությունը բյուջե էր վճարել 5.8 միլիարդ դրամ, ապա 2024-ին երկաթուղիների վճարած հարկերը կազմել են 2 միլիարդից մի փոքր ավելի։ Ռուսական ընկերության այս համակարգային խնդիրների ֆոնին անցած ամիս Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե ռուս գործընկերներից խնդրել է շտապ կարգով վերականգնել երկաթգիծը Երասխից մինչև Նախիջևան, Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման։ Հետո այդ հարցը բարձրացրեց նաև դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Это железные дороги, соединяющие. Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Созрела до той точки, что нужно уже провести подготовительные работы. Ռուսաստանի նախագահի հետ դեմարդեմ հանդիպման հրապարակային մասում Փաշինյանն այս մասին չէր խոսել, սակայն վերադարձին Երևանում հայտարարել էր. եթե պարզվի, որ ռուսական կողմը այդ հատվածների վերականգնման հետ կապված խնդիր ունի, Հայաստանի կառավարությունը դրանք կարող է ետ վերցնել ու նորոգել սեփական միջոցներով։